$25 միլիոն Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի նվիրատվությունն էր 2010 թվականին։ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը կառուցվել է 1910 թվականին Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ։ Մեկ դար անց 2010 թվականին ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի հայրենիքում կատարած բարեգործական ներդրումներով մեկնարկեց վեհարանի հիմնանորոգման մեծածավալ աշխատանքները։ Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ, այստեղ են ապաստանել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բռնագրավվում է նաև վեհարանը։ 1957 թվականին Վազգեն առաջին կաթողիկոսին է հաջողվել շենքը վերադարձնել եկեղեցուն և բարեկարգել։ Այդ շրջանից հետո վեհարանի շենքն այլևս չէր նորոգվել։ Մենք փորձեցինք ոչ թե գնալ այսօրվա ճանապարհով, այսինքն հակառակվել գոյություն ունեցող ճարտարապետական ոճին, այլ ընդհակառակ լրացնել նրան, որպեսզի սա լինի համահունչ այն ամբողջ ճարտարապետությանը, որը մինչև այսօր կար։ Սամվել Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքին նվիրատվությամբ մեկնարկած վեհարանի կից հանդիսությունների սրահի հիմնանորոգման, ընդարձակման և բարեկարգման աշխատանքները տևեց 9 տարի։ Ամեն ինչ արվեց հատուկ ճարտարապետությամբ և գերհոգացությամբ։ 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ հիմնանորոգված վեհարանի հայրապետական մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ուզում եմ ասել, որ մշտապես լինելու եմ Հայաստանի կողքին, հայ ժողովրդի կողքին և հայ առաքելոց եկեղեցու կողքին։ Շնորհակալություն։ Վազգեն առաջին վեհափառի հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շինելը առաքինություն խոսքը մեջ բերելով բարերարին ու ընտանիքին երախտագիտություն հայտնեց Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը։ Սիրելի Սամվել Կարապետյան, Կարապետյան ընտանիք, ձեր գործունեությունը Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում և նաև այլ երկրներում արժանի ամենաբարձր գնահատականին։ Այն Հայաստանում բարեգործության ներդրումների անշահախնդիր նվիրվածության լավագույն օրինակներից մեկն է։ Սամվել Կարապետյանին ու Կարապետյան ընտանիքին գիտեն ու ճանաչում են բոլորը։ Քաջատեղյակ են նաև նրանց կատարած բարեգործությունների մասին, ասաց վեհափառ հայրապետը։ Նրա խոսքով բարեգործությունը նրանց հոգու մղումն է, արտահայտությունն է նրանց բարեպաշտ էության և անկեղծ ձգտումի, նպաստելու ազգի և եկեղեցու բարօրությանն ու առաջընթացին։ Յար Սամվել Կարապետյանի անունը քաջ ծանոթ է մեր ժողովրդին, որպես հայրենասեր ու ազգանվեր անձ և մեծ բարեգործ։ Բարեգործությունը նրա հոգու մղումն է, արտահայտությունն է նրա բարեպաշտեյության և անկեղծ ձգտումի, նպաստելու ազգի և եկեղեցու բարօրությանն ու առաջընթացին։ Սամվել Կարապետյանին հայոց եկեղեցում մատուցած իր բացառիկ ծառայությունների համար շնորհեց Սուրբ Էջմիածնի ասպետ պատվո բարձրագույն շքանշանը։ Ի հիշատակ այս իրադարձության բարերարին հանձնվեց նաև վեհարանի թանգարանում ցուցադրվող ոսկե խաչի մանրակերտը։